Ստամբուլի քաղաքապետին ձերբակալելուց հետո Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել։ Ստամբուլի համալսարանի դիմաց ուսանողները վանկարկել են. «Թռիր, ցատկիր, ով չի թռչում, Թայիփ է»։ Անվտանգության ուժերը սկսել են ցրել բողոքի ակցիան արցունքաբեր գազով և պլաստիկե փամփուշտներով, բայց տաքարյուն երիտասարդները կարողացել են ճեղքել ոստիկանական շղթան։ Երիտասարդները պահանջել են, որպեսզի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ազատ արձակվի, որպեսզի Ստամբուլի համալսարանը հետ վերադարձնի նրա դիպլոմը։ Վաղ առավոտյան են Թուրքիայի անվտանգության ուժերը խուզարկել Էրդողանի ամենակոշտ քննադատ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուի տունն ու բերման ենթարկել նրան։ Բերման ենթարկվելուց առաջ Իմամօղլուն տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ասում է, որ ոստիկանությունը փորձում է կոտրել ազգի կամքը։ Մենք կանգնած ենք մեծ բռնապետության առաջ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, ես չեմ հանձնվելու։ 16 միլիոն Ստամբուլն։ Ըստ թուրքական լրատվամիջոցների Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով։ CNN թուրքը նշում է, որ այս գործով ավելի քան 100 մարդու ձերբակալելու օրդեր է տրվել։ Նաև լրագրողների ու գործարարների են ձերբակալություններ սպասվում։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից անմիջապես հետո Թուրքիայում խնդիրներ են առաջացել սոցցանցերի հետ։ Մի քանի ժամ երկրի ամբողջ տարածքում անհասանելի են դարձել X-ը, Instagram-ը, YouTube-ը, TikTok-ը, Facebook-ն ու WhatsApp-ը։ Այո, բոլորի համոզումը այն է, որ ադիգա իշխանություններու գարկատրությունով քանքարում մնե։ Հիմա տեսնենք, թե ինչ զարգացում բերել, սա իսկապես մեծ սկանդալային զարգացում մնե, որոշ կայարաններու մեջ մետրոյի գանքարները փակեցին, ազգային անվտանգության ծառայության շենքի գտնված թաղամասի մուտքը արգելեցին։ Ավելի վաղ Ստամբուլի համալսարանը չեղյալ էր հայտարարել Իմամօղլուի դիպլոմը։ Ըստ ակոսի խմբագիր Բագրատ Էստուկյանի, սա օրենքի լուրջ խախտում է։ Սա սկանդալային զարգացում մներ, որովհետև համալսարանի խորհուրդն էր, որ չեղյալ համարեց եւ ինք այդ իրավասնությունը չուներ, որովհետև ինք չէր դված այդ դիպլոմը, այդ վկայականը, օրինական լուրջ խախտում կատարեցին։ Առանց դիպլոմի Իմամօղլուն կզրկվի 2027 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքից։ Էստուկյանի կարծիքով հենց այս նպատակն է հետապնդում Թուրքիայի իշխանությունը, որ դիտարկում է Էրդողանի առաջադրումը 2027 թվականին սպասվող արտահերթ ընտրություններին։ Իշխանությունն ուզում է մաքրել նախագահական մրցավազքը Իմամօղլուից, որովհետև գիտի, նրա հաղթելու շանսերը մեծ են։ Նախագահական ընտրություններ, որ տեղի ունենան, Էրդողանի դեմ մրցակցողը ինք պիտի ըլլար Էքրեմ Իմամօղլու, Իստանբուլի քաղաքապետ։ Այս մեկը լուրջ անհանգստություն կպատճառել իշխանության շրջանակներում մոտ եւ որպեսզի կանխեն անոր տեխնոլոգիությունը արդեն ահագին թավատրական գործողություններու ցերնարգած էին։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայի ազգային արժույթը կտրուկ նվազել է։ Եթե նախկինում եվրոն 40 թուրքական լիրա էր, հիմա դարձել է 45 լիրա։ Սա էլ իր հերթին է թուրքերի դժգոհության առիթ է դարձել։ Ժողովուրդը նախ եւ առաջ սա դարատրամի արժեքի բարձրանալու շոկը գաբրի սաբահուն, ադոր հետևանքները ալավելի մտահոգիչ են բոլորին համար։ Մարդիկ շվարած են, այսքանը չէին սպասել գերևի թե շատեր, անոնց համար սա հանգարձակի հարվածում եղավ, տեսնենք թե ինչ վիդեոլա։ Ըստ Էստուկյանի, Թուրքիայում հիմա սարսափելի թանկացումներ են, նույնիսկ կենսական անհրաժեշտության ապրանքների գներն են բարձրացել։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։